ծնողներս մեզ շատ չէին սահմանափակում, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, այսինքն մենք ազատ էինք ժամանակ անցկացնել մեր ընկերների հետ, հաճախել տարբեր վայրեր ընկերների հետ, գնալ քաղաքից դուրս օրինակ ինչ-որ առիթների եւ այդ իմաստով կարելի ասել շատ չէր տարբերվում այդ դպրոցական կյանքը, հետո նաև ուսանողական կյանքը, բայց այնուամենայնիվ դա շատ մեծ պատասխանատվություն է, որ դու երկրի նախագահի զավակ ես եւ դու արդեն այդպես ես մեծանում, այսինքն մինչև հիմա այդ զգացողությունը կա իմ մեջ։ Երեխան շատ ավելի փոքր տարիքից բնազդով այդ ամեն ինչ տեսնում է եւ ավելի շատ անում է այն ինչ տեսնում է, ոչ թե այն ինչ իրեն ասում են։ Եվ եթե հայրը անկեղծ չի, եթե ընտանիքում այդ անկեղծությունը չկա, եթե կեցվածքը մեկն է, խոսույթը ուրիշ է, երեխան շատ լավ է դասում։ Եվ ամենից լավ օրինակը ուղղակի սեփական օրինակն է։ Նա պատասխանատու էր մի ամբողջ երկրի համար, բայց նրա ամբողջ ազատ ժամանակը եւ հանգիստը թե ամառային, թե ձմեռային ընտանիքի հետ էր։ Ես հիշում եմ, որ նա վերադառնում էր տուն, մենք ապրում էինք այդ կառավարական ամառանոցում, որտեղ կար լողավազան, անպայման մի կես ժամ լողում էր, հետո նրա ճաշն էր եւ լուրեր էր նայում ընթրիքի ժամանակ, հետո անպայման միասին զբոսնում էինք։ Եվ դա մեր ժամանակն էր իրար հետ խոսելու, երբ որ պատմում էի դասերիս մասին, ընկերների մասին, շնորհությունների մասին։ Ղարաբաղում հանգամանքները բերեցին նրան, որ ես պատասխանատվություն ստանձնեցի ուղղակի երկրի ճակատագրի համար, ընտանիքը ամբողջությամբ այնտեղ էր ապրում, երևի բացառությամբ 1-2 ամսվա, երբ Բելան վիրավորվել էր եւ միայն դա էր իրեն բացակայության հանգամանքը եղել, բայց ամբողջությամբ այնտեղ են եւ տեսել են այն ամենը, ինչով ապրել է, ինչով անցել է մեր ժողովուրդը Ղարաբաղում։ Այն ժամանակ ամբողջ Ստեփանատերտը ապրում էր նկողներում, եթե ինչ-որ մեկը նկող չուներ, ուրեմն հարևան է նկողում մի քանի ընտանիքով, ապրում էին եւ Շուշիից գրադով երբ ռմբակոծում էին, ասես թվում էր թե մեր նկողը ավելի այդ շենքի ավելի ճիշտ անկյան տակ էր եւ մոտ 4-5 ընտանիք մեր հետ միասին էին ապրում այդ ժամանակահատվածում։ Ամբողջությամբ ուրիշ աշխարհ էր, ուրիշ կյանք էր, շատ տարբեր, վախով լի, բայց միևնույն ժամանակ նաև ուրախ պահերով, որովհետև մենք բոլորս միասին էինք նկողում մեր բարեկամների հետ, հարևանների հետ եւ կարծես այդ դժվար պահը միասին կիսելը իրար մարդկանց ավելի է մոտեցնում եւ այնքան սովորական էր ինչ որ պահի դարձել այդ ամենը, որ մենք նկողում նշում էինք տոներ, ծնունդներ եւ շատ ուրախ էր անցնում